Եթե դուք քաղաքական այլ հայացքներ ունեք ու ապրում եք օրինակ Ռուսաստանում, ձեր համար աշխարհի ոչ մի անկյուն ապահով չի։ Այսօր Երևանում սպանված են գտել հոկտեմբերի 17-ից փնտրվող Չեչնիայից Հայաստան փախած Այշաթ Բայմուրադովային։ 2023 թվականին Գյումրու ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները Հայաստանից ուղղակիորեն փախցրել էին Ռուսաստանի մի քաղաքացու, ով հրաժարվում էր պատերազմել Ուկրաինայի դեմ եւ դրա համար փախել էր Հայաստան։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ հանգամանքներում է սպանվել Այշաթ Բայմուրադովան, բայց ավտորիտար երկրների ձեռքերը ու հատկապես Ռուսաստանի ձեռքերը հասնում են ոչ միայն իրենց հարևանությամբ գտնվող երկրներում ապրող քաղաքական այլ հայացքներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին, օրինակ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, այլ նաև Եվրոպական միությունում։ Սպանության կամ փախցնելու շատ դեպքեր են գրանցվել նաև եվրոպական տարբեր երկրներում, ծեծի դեպքեր են գրանցվել, ինքնասպանության դեպքեր են գրանցվել այս երկրներում ու միայն կարելի է ենթադրել, թե որտեղից է այս ալիքը սնվում։ Դեպքերը, երբ որ պետությունը իր ինքնիշխանությունը իր քաղաքացիների նկատմամբ կիրառում է իր սահմաններից դուրս, կոչվում է անդրազգային ճնշումներ, երբ որ պետության ձեռքերը հասնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, ինչպիսիք են Եվրոպական միության երկրները կամ Վրաստանը կամ Ղազախստանը, սրանք անդրազգային ճնշումներ են։ Այս երկրները իրենց քաղաքացիներին ասում են, որ դուք որևէ տեղ ապահով չեք, եթե դուք ունեք քաղաքական այլ հայացքներ, ուզում եք գնացեք Հայաստան, ուզում եք գնացեք Եվրոպական միություն, մենք միևնույնն է ձեզ հասնելու ենք։ Ու թեև ինչ որ կարգավորումներ Եվրոպական միությունը փորձում է քննարկել, մտածել, ներդնել իր տարածքում, միևնույնն է անդրազգային ճնշումների դեմ պայքարելը շատ դժվար է, որովհետև Ռուսաստանի պես ուժեղ գործակալական ցանց, իր կազմավորումները ունեցող պետություն աշխարհի տարբեր անկյուններում ու երկրներում դրա դեմ պայքարելը շատ դժվար է։ Այշաթ Բայմուրադովայի սպանության դեպքը հուսով եմ կբացահայտվի, շատ ցավում եմ Այշաթի համար ու իր հարազատներին եմ ցավակցում ու բոլորիս եմ ցավակցում, որ Հայաստանում նման դեպքեր են տեղի ունենում, չգիտենք ինչ հանգամանքներում են տեղի ունեցել, միայն կարող ենք ենթադրել, բայց եթե մենք դեռ մտածում ենք, թե ավտորիտարիզմի պայմաններում ապրելը ինչի է վատ, մեզ կտա անվտանգություն եւ այլն, Ռուսաստանի օրինակը, որ քաղաքացիներին վնասում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև այլ երկրներում, շատ լավ ցուցիչ է, որևէ տեղ ապահով չենք, եթե ավտորիտարիզմ է երկրում։